Իլհամ Ալիևը մի քանի պաշտոնական միջոցառումների ընթացքում եւ նաեւ տարբեր իր ծառայեկից գիտնականների հրապարակումներում շեշտում է, որ Սևանի տարածքը, Երևանի տարածքը եւ Սյունիքի տարածքը պատմական Ադրբեջանի տարածքներ են եւ սա փաստորեն այդ յուրացման քաղաքականության հերթական դրսևորումն է արդեն Հայաստանի Հանրապետության տարածքին ուղղված։ Ինչպես նշեցի, նաեւ մշակութային ժառանգության վերստեղծման, կասեցման ծայրահեղ վտանգավոր քաղաքականություն էր նաև բռնի տեղահանությունը, որին ենթարկվեցին շուրջ 120,000 արցախահայեր։ Բռնի տեղահանությունը թեև սկսվեց 2020 թվականից, առաջին պատերազմից ընթացքում եւ դրանից հետո, ուղեկցվելով պատերազմական մի շարք հանցագործություններով, խաղաղ բնակչությանը թիրախավորելով, քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելով, նաև շարունակվեց Լաչինի միջանցքի շրջափակման ընթացքում ստեղծելով ծայրահեղ վստահության, անհանդուրժողականության մթնոլորտ եւ փաստորեն իր գագաթնակետին հասավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին,